մի օրը ինքը բացակայում էր ու այն ամենածանր նկարահանման օրն էր ու ես հնարավորություն չունեի իր հետ մի քիչ ավել շփվելու, հասկանալու այդ դրվագի պատմությունը իրական, թե արդյոք Տիկին Գրետա մայրիկը ինչպես է իմացել Վազգենի սպանվելու մասին։ Այդ լուրը ոնց է ստացել։ Իսկ ֆիլմում այդ դրվագը կա ու Իրյամը դժվար է։ Ես չգիտեմ ոնց եմ նկարահանվել ու շատ անմարդկային բաներ կատարվեցին ինձ հետ։ Ես շատ չեմ փորձում պատմել այս բաները, որովհետև նորմալ մարդու համար կամ սովորական մարդու համար սա աննորմալություն է։ Մենք դերասաններս ինչ որ որոշակի կապ ունեն մենք մեր կերպարների հետ ու երբեմն իրանց այդպես բան պահում ենք մեր մեջ։ Ես այդ պահին քանի որ օգնություն չկար ու այդ պահին հատկապես նոնան չկար, ես անդադ ինձ հարց էի տալիս, ասում եմ դու մամա չես, մեկ, դու Գրետա մայրիկը չես, դու Գրետա մայրիկի տարիքին չես հիմա, տես որքան բացեր կան, չկարողանալու խաղալ, այդ պահին չէի հասկանում, ասում էի, այս տեսարանում ես բանուլ եմ տալու, փչացնել եմ ամեն ինչ։ Հետո ինչ որ պահից կենտրոնացա ու ասեցին Տիկին Գրետա, խնդրում եմ։ Ես հավատում եմ, որ մահվանից հետո այնտեղ ինչ որ ուրիշ աշխարհ կա։ Քանի որ ես դրան հավատում եմ, խնդրում եմ, եթե դուք հնարավորություն ունեք հուշեք ինձ, ինչ եք զգացել։ Շատ հուզիչ էր, շատ դժվար էր։ Ես ուսամ, որ այդ դրվագը տեղ գտել է ֆիլմում։ Ես կոնե դրա միջոցով կարողացել եմ բացատրել նաև բոլոր այն հայ մամաների ցավը, որոնք թե առաջին, թե երկրորդ այդ անհնարինությունը ապրելու անհնարինությունը կարողացել են ներկայացնել։ Հույս ունեմ